Եվ այսպես արդեն մի քանի ժամ է քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում քննչական գործողություններ են իրականացնում։ Իմ գործընկեր Նարեկ Խաչատյանն այժմ գտնվում է Մերձավանի նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ, որտեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Միանանք նրան եւ հասկանանք ինչ իրավիճակ է տարածքում։ Նարեկ, ողջույն, խնդրեմ ներկայացնես իրավիճակը։ Ողջույն Արթուր, Մերձավանում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ըստ երևույթին խուզարկությունները, քննչական գործողությունները ավարտվել են։ Բնակիչները մեծ զրույցում նշեցին, որ տեսել են մեծաթիվ իրավապահների գյուղի գրեթե ամբողջ տարածքում եւ նաեւ հայտնեցին, որ իրենց տեղեկություններով կան բերման ենթարկվածներ, թեև ներքին գործերի նախարարությունը դեռևս այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ Այս պահին հիմնական ոստիկանները ծառայություն են իրականացնում կոնֆլիկտի երկու կողմերի տների մոտ, այս պահին էլ մենք տեսնում ենք կադրում, որ ոստիկանները այս հասցեում եւս ծառայություն են իրականացնում։ Մենք նաեւ զրուցել ենք բնակիչներից մի քանիսի հետ, առաջարկում եմ նաեւ լսել զրույցից հատված։ Ամեն օր դուրս ենք գալի դրանց երեսն ենք տենում, սա միլիցեքիս, ինչ գործ ունեն, էս թաղը հսկվում է գիշեր ցերեկ էտա ուրիշ։ Ասենք ցավալի դեպքեր, խեղճ սպանությունը, ջահել տղա, լավ տղա, ասեմ ամենակարևոր, շատ լավ տղա էր, ես գյուղի մասին մտածող, ժողովրդի մասին մտածող։ Երևի տես մարդիկ տեղ չունեն մեր երկրում այսօր էլի։ Այսօրվա խուզարկությունների հետ կապված Ես տեղյակ չեմ անում, ինչ խուզարկություն ա եղել, չգիտեմ։ Երևի որ ասենք հետևանքներ չունենա, երևի կա, երևի էլ նորից ասենք չբորբոքվի, այս ամեն ինչ ասենք վերանա, երևի հնարավորություն կա էլի այդ ձևով ինչ որ սաստենել այս մարդկանց։ Ես իմ տներն եմ վաճառում, ինչ են անում, ինչ որ տեղափոխվել։ Այդ գործի մասնակիցները էլի։ Այդ սպանության ինչ որ բաների։ Այնա մի տունը այն մեր թաղի հետ այդ վերջում այն ավտոն որ գալիս է։ Այդ սպանողի տունը իբր թե որ ձերբակալել են էլի։ Չգիտեմ հաստատ ինքը չի, այդ գործի քննությունն է, հետո կոնկրետ բան չեն ասում, որ մարդ իմանա։ Ես երեխի մասին լսել ենք, որ շատ ափսոսում ենք, որ նման երեխի գլուխը կերան, ինքը շատ ամոթ էր։